դարձեք ավելի Աստծուն հաճելի, քան թե մարդկանց։ Իսկ դրա համար մտեք ոչ պետք է չունեք որևիցե մի տղամարդուց որևիցե մի բան հարցնելու մտեք եւ Սուրբ Գրքում տեսեք թե ինչ է ակնկալում Աստված ձեզանից։ Շատ բարի եւս մեկ անգամ։ Նմանվեք Աստվածամորը, ուրիշ ամենաբարձր, ամենահաջողակ կինը աշխարհում։ Հա, ոչ թե չգիտեմ ես ինչ աստղներ են, ինչ այսօրվա աստղերն են, Հոլիվուդի կամ չգիտեմ, ամենահաջողված կինը ամբողջ աշխարհում Աստվածամայրն է։ Այսինքն Աստված կարող ենք ասել, որ կամքի տվեն ընտրելու բարու եւ չարի միջև նմանվեք Եվային, թե Աստվածամորը։ Իհարկե Աստվածամորը, իհարկե Աստվածամորը։ Ազատ կամքով ընտրել։ Դե ասում ամեն այսպես ասած հաջողակ, չէ՞ հիմա շատ են ասում հաջողակ կին, ոչ հաջողակ կին։ Չէ՞ որտալ չէ։ Այո։ Ամենահաջողակ կին աշխարհում Աստվածամայրն է։ Իրենից հաջողակով է ոչ ոք։ Լույս Մարիամ Մագդալենացին շատ ավելի հաջողակ է, քան այսօրվա շատ։ Որովհետև զղջաց եւ թողություն ստացավ Աստծուց։ Այո, որովհետև դարձավ ի վերջո Աստծուն հաճելի։ Հաճելի, այո։